Բարի ուշ երեկո։ Այսօր խոսելու եմ Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի քանի ցնցող հայտարարություններից մեկի վերաբերյալ։ Վերջերս ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանը որպես միջնորդ հանդիսանա ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը փոքր երկիր է, մենք համեստ երկիր ենք, նման հավակնություններ անգամ չենք կարող ունենալ։ Տեսեք, ընտրվելուց հետո առհասարակ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երրորդ ժամկետն է արդեն, պարզ չէ, թե Հայաստանը զարգացման որ ուղով է գնում առհասարակ, թե տնտեսական մասով, թե քաղաքական մասով։ Նախորդ եթերումս խոսել եմ մեր տնտեսական հարցերի մասին, այն թեմայով, որ մենք կարծես թե ըստ Փաշինյանի այս պահին շատ պետք է երջանկանանք, որովհետև այլընտրանքներ ունենք, բայց փաստը մնում է այն, որ այդ այլընտրանքները օգտագործելու համար դեռևս բավականին աշխատանք պետք է տանենք, բայց կորցնում ենք մեր հիմնական գործընկերոջը, այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներին, մասնավորապես Ռուսաստանին։ Եվ բոլոր հարցերը կարծես թե այն ուղղությամբ են զարգանում, որ եթե գնորդ չկա, եթե չեն գնում, ուրեմն պետք չի արտադրել տվյալ մթերքը, օրինակ ձուկը։ Նույն Փաշինյանը հայտարարեց, թե արհեստական աճեցված ձկներ նա չի ուտում, եթե լոլիկը օրինակ մենք խնդիր ունենք արտահանման հետ կապված, ապա պետք է արգելվի ներմուծումը, ինչը եւ արվեց 6 ամսով արգելվեց մի շարք երկրներից, այդ թվում ԵԱՏՄ երկրներից լոլիկի ներմուծումը, այդ կերպ նպատակ ունենալով լուծում տալ օրինակ լոլիկի վաճառքի հարցին Հայաստանում արտադրված լոլիկի մասին է խոսքը, Հայաստանում աճեցված, բայց տեսեք, այս կերպ խնդիրները հնարավոր չէ լուծել, որովհետև նույնիսկ եթե դու արգելում ես ներմուծումը, նպատակ ունենալով տեղի արտադրանքը իրացնել, բայց չունես այնպիսի պետական մեխանիզմներ, որոնք կկարգավորեն եւ կկառավարեն այդ ներքին սպառումդ, դու խնդիրը չես լուծում, հակառակը նոր խնդիր ես ավելացնում։ Դու նպաստում ես, որպեսզի այդ ներմուծող ընկերությունները արդեն խնդիրներ ունենան, չէ՞ որ այդ ընկերություններն աշխատողներ ունեն եւ այլն եւ այլն։ Այսինքն այս մոտեցմամբ մենք հասկացանք, որ չունի Հայաստանի կառավարությունը այս պահի դրությամբ մշակված ռազմավարություն, թե ինչ ենք մենք անելու մեր տնտեսական հարցերը կարգավորելու համար։ Հիմա անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի արված այդ հայտարարությունը, թե Հայաստանը չունի նման հավակնություններ, մենք շատ փոքր երկիր ենք, չենք կարող միջնորդ հանդիսանալ։ Տեսեք, նույն Կատարը շատ փոքր երկիր է, բայց բավականին շատ միջնորդական ծառայություններ է, այսպես ասած, մատուցում շատ տարբեր խոշոր երկրներին եւ դրա հաշվին իր քաղաքական ազդեցությունը կշիռը թե տարածաշրջանում, թե աշխարհում ավելացնում է։ Հաջորդ օրինակը Օմանը, նույն Օմանը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերություններում բազմաթիվ անգամներ որպես միջնորդ է հանդես եկել եւ բանակցություններ կազմակերպել։ Այսինքն այս երկրները ի սկզբանե նախ մշակել են ռազմավարություն, որով նրանք հասել են այդ դիրքին, որ կարողանան այդ միջնորդի կարգավիճակը ունենալ։ Իրականում դա այո շատ բարդ վիճակ է, այնպես չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե այսօր հայտարարի, թե ցանկություն ունի որպես միջնորդ դառնալ ԱՄՆ եւ Իրան հարաբերություններում, ապա նրան որպես միջնորդ ընդունելու են, ամենևին ոչ, միջնորդ դառնալու համար նախ պետության ղեկավարը, պետությունը պետք է ունենա վստահություն երկու կողմերի կողմից, ինչը շատ կարևոր է։ Հաջորդը պետք է ունենա բանակցողների պրոֆեսիոնալ թիմ, պետք է ունենա փակ կապի հնարավորություններ եւ մի շարք այլ միջոցներ, որոնց արդյունքում եւ շնորհիվ այլ երկրները կվստահեն տվյալ պետությանը։ Հիմա, եթե Հայաստանը չի ցկտում ավելացնել իր քաղաքական ազդեցությունը, եթե չի ուզում վերցնել իր վրա այնպիսի դեր, որը կավելացնի թե իր տարածաշրջանում ազդեցությունը, թե նրան կտա կշիռ, թե նա կդառնա այլ երկրների կողմից որպես արժեք ներկայացնող պետություն, եթե չի ուզում տնտեսական առումով ունենալ այնպիսի առաջարկներ, որոնք աշխարհին հետաքրքիր են, ապա հարց է առաջանում, առասարակ որ ուղով է գնում Հայաստանը, ուր ենք մենք գնում։ Եթե մենք փոքր համեստ երկիր ենք եւ փաստացի այսօրվա մեր ворթեգրած քաղաքականությունը այն է, որ մենք ինչ ենք անելու։ Խնդրելու ենք, որ աշխարհի մնացած պետությունները մեզ թողեն, մենք հանգիստ սուսուփուս ապրենք։
Հետո առաջանում է ուրիշ հարց։ Վերջերս նույն Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը հավակնություններ ունի որպես միջնորդ դառնալ, խոսեց այն մասին, որ աշխարհում շատ երկրներ վստահում են Ադրբեջանին, Ադրբեջանը կարող է այդ գործառույթը իրականացնել, ինչով ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը այո ունի նման հավակնություններ։ Հետևաբար մենք, որպես փոքր պետություն, մենք ինչ ենք անում։ Կարող ենք մենք եզրակացնել, որ նույն Նիկոլ Փաշինյանը մեզ ավելի ցածր դասի մեջ է դնում, քան օրինակ Ադրբեջանն է այսօր։ Ես չեմ ասում, որ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր եւ ասեր, որ այո, Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել եւ այլն, բայց նա կարող էր նույն լրագրողի այդ հարցին այլ կերպ պատասխանել։ Նա կարող էր ասել, որ օրինակ այս պահի դրությամբ մենք չունենք պրոֆեսիոնալ բանակցողների թիմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, Հայաստանը ապագայում կփորձի նման ծառայություններ առաջարկել աշխարհին եւ այլն, բայց երբ դու ի սկզբանե միանգամից հայտարարում ես, որ մենք փոքր երկիր ենք, ստացվում է, որ դու ինքդ ասում ես աշխարհին, որ դու քեզանից չես ներկայացնում այն պետությունը, որին պետք է վստահեն, որպես միջնորդ լինելը, այսինքն դու չունես վստահություն երկու կողմերի կողմից, ինչը բավականին լուրջ խնդիր է պետության համար։ Եվ վերջում, չունենալով որևէ ռազմավարական զարգացման ծրագիր, չունենալով որևէ հեռանկար, թե որ ուղղությամբ ենք մենք գնում, թե տնտեսական մասով, թե քաղաքական մասով, երկիրը տանելով փաստացի կոլապսի, երբ մենք որոշ ժամանակ հետո շատ ավելի սուր կերպով կզգանք բոլոր այն հետևանքները տնտեսական, որոնք այսօր արդեն զգում ենք, բայց հետո շատ ավելի սուր կերպով կզգանք, չունենք որևէ հեռանկարներ, մենք տեսնում ենք, որ նույն Եվրամիության կողմից տարբեր ծրագրերի համար տրամադրվող գումարները հիմնականում վարկեր են, այսինքն մենք որպես պետություն ոնց ենք պատրաստվում զարգանալու մասին դեռ չեմ խոսում, գոյատևել, լինել, ապրել այն պայմաններում, երբ մենք մեր հիմնական գործընկերներին փաստացի կորցնում ենք, չունենալով հստակ այլընտրանքային գործընկերներ, նրանց հետ մենք դեռ բանակցում ենք, որևէ պայմանավորվածություն չունենք։ Խնդիրն այն չէ, որ պետք չէ ունենալ, պետք չէ այդ մարդկանց հետ խոսել, բանակցել, ոչ, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է բոլոր երկրների հետ հնարավորինս սերտ, մտերիմ եւ ջերմ հարաբերություններ կառուցի։ Եվ այո, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է կարողանա թե տնտեսական, թե քաղաքական մասով համագործակցություններ ունենալ աշխարհի շատ տարբեր երկրների հետ։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանը ցանկության դեպքում այո կարող է որպես միջնորդ պետություն լինել ավելի խոշոր պետությունների միջև եւ ես կարծում եմ որ նույն Հայաստանը հենց այդ գործառույթը իրականացնելով շատ ավելի կամրապնդի իր քաղաքական ազդեցությունը եւ դերը առավել եւս տարածաշրջանային հարցերում եւ որպես օրինակներ մենք շատ ունենք նման փոքր պետությունների օրինակներ ովքեր հենց միջնորդի ֆունկցիան կատարելու արդյունքում կարողացել են աշխարհի համար դառնալ անփոխարինելի նույն Օմանը, նույն Կատարը, նույն Նորվեգիան, նույն Շվեյցարիան, կարող եմ էլի շատ օրինակներ բերել, բայց դրա համար պետք է աշխատանք տարվի, պետք է կոնկրետ ինստիտուտներ աշխատեն, ինչպես եւ յուրաքանչյուր այլ ոլորտ կամ ինչ-որ ուղղություն զարգացնելու համար։ Մեր խնդիրը այսօր այն է, որ մենք այսօր չգիտենք ինչ ուղղությամբ է աշխատում իշխանությունը, կառավարությունը եւ արդյոք աշխատում է թե ոչ, թե մենք ուղղակի իներցիայով գնում ենք տեսնենք դե ինչ կլինի, այսպես ասած Աստված մեծ է, մի լույս կբացվի։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։